Այս քարանձավը ավանդույթի համաձայն, հա, Պապրիդանիում, Գրիգոր Լուսավորիչը, որ կաթողիկոսությունը թողնում է իր որդիներին, գիտեք, այն ժամանակ կաթողիկոսները ունեին որդիներ, Արեստակեսին ու Վշտանեսին, եւ Գրիգոր Լուսավորիչը սկսում է քարանձավներով, սրբավայրերով աղոթել, ճգնավորի կյանք էր ինքը սիրում, ինքը ճոխ կյանք չէր սիրում և այստեղ աղոթել է Գրիգոր Լուսավորիչը, որ թվականին թե ինչքան ոչ մեկ չգիտի, բայց գիտենք, որ իր կաթողիկոսության տարիներից հետո աղոթել է և այդպես գնաց է հասել է մինչև մի քարանձավ կա, որտեղ վերջին իր քարանձավն է, Մանյա կոչվում է, Արևմտյան Հայաստանում, Մանյա, այնտեղ վերջի հանգրվանն է եղել Գրիգոր Լուսավորչի, և քանի որ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը այստեղ էլ է աղոթել, դրա համար այս քարանձավը և այս քարանձավի մեջ հոսող ջուրը հրաշք սրբագործող զորությունն է ձեռք բերել մինչև մեր օրերը։ Տեսեք, որ այսպես համեմատություն եմ անում, էլի, հաճախ հայրը որդիներին ժառանգություն է թողնում, հա, ոսկու, գումարի կամ տան տեսքով, բայց ինչ-որ մի ժամանակ հետո այդ ժառանգությունը վերջանում է, չէ, օգտագործում են, վերջանում է։ Մեր Գրիգոր Լուսավորիչ, մեր հավատքի հայրը, մեզ ժառանգություն է թողել այստեղ, հոգևոր ժառանգություն, իր աղոթքներով ինչքան է խնդրում աղաչել Տիրոջ, որ մինչև մեր օրերը մարդիկ բժշկվում են, ու այդ ժառանգությունը չի սպառվում, մնում է, որ մենք գանք և վերցնենք, մեր հավատքի համաձայն։ Վերջի ամենատպավորիչ, այսպես տպավորիչ վկայությունը, որ ձեզ պիտի պատմեմ, սրանից 10 օր առաջ երիտասարդ աղջիկ զանգահարեց ուրախության արդյունքներով և այդ ուրախությունը կիսեց իմ հետ, ասեց, որ դեր այր Ռուսաստանում վերջապես վիրահատեցին և բժիշկները ասեցին, որ դու կատարյալ առողջ ես, բոլոր ուռուցքները հանվել են առանց հետևանք, գլխի վրայից, բերանի միջից, հզից, բայց մի տարի առաջ դրանից, որ ինքը այստեղ եկել էր, շատ սարսափելի ու ծանր վիճակ էր, Հայաստանի բժիշկները արդեն երևի մեկ ամիս էլ ժամանակ չէին արել, բայց եկավ աղոթքով, եկավ ծոմով, պահքով, հաղորդություն ստացավ այստեղ օրեր շարունակ, լվացվեց, բժշկության աղոթք էին տանում ու գնաց, այդ մի տարվա մեջ ինքը կամաց ուռուցքը դեմքի վրա էր, Ռոստովի ծնոտի մեջ, շատ ծանր էր վիճակը, բայց փառք Տիրոջը, և ինչն է կարևոր, ինքը խոստովանեց, որ ինքը վիրահատությունից առաջ Աստծու հանձնել էր, որ եթե պիտի լինի, գիտեք ինչ, շատ անգամ մեր ժողովուրդը ուզում է, չէ, ես ուզում եմ, որ այսպես առողջ, չէ, ինքը տվել էր Աստծուն իր կյանքը, պահի Աստված Տիրոջ կամքը, վերցնի էլի Աստծուն, բայց Աստված պահեց, որպեսզի բոլորս պատմենք այդ պատմությունը և այդ հավատքով լցվենք, այդ հավատքով աղոթենք։